Ողջույն բոլորին, այս տեսանյութում խոսենք օգոստոսի մասին, տեսնենք թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու։ Սա ընդհանուր կանխատեսում է։ Կլինի յուրաքանչյուր օրվա համար կանխատեսում, թե որ օրը, որ մոլորակը որտեղ է գտնվում։ Նաև խորհուրդ կտամ լսել մինչև վերջ, որովհետև դուք կարող եք այնտեղ գտնել ձեր նշանները։ Առանձին նշանների համար կանխատեսումները կան ալիքում, սա պարզապես որ օրը ինչ մոլորակ է տեղաշարժվելու և որ կենդանակերպի նշաններն են ավելի շատ դա զգալու։ Միայն դա է, եթե դուք գիտեք, թե որտեղ է գտնվում ձեր ասցենդենտը, որ նշանում է գտնվում ձեր առաջին տունը, ապա կարող եք լսել նաև հենց ձեր առաջին տան վերաբերյալ կամ ասցենդենտի։ Եթե չգիտեք, ապա լսեք նաև ձեր նշանը, որովհետև այս դեպքում եթե որևիցե մի իրադարձություն է կատարվում ձեր նշանում, ապա անձամբ դա կազդի նաև ձեզ վրա։ Եվ ինչ է մեզ պատրաստել 2026 թվականի օգոստոսը։ 2026 թվականի օգոստոսը խոստանում է լինել տարվա ամենակարևոր և շրջադարձային ամիսներից մեկը, ովքեր որ լսել են կանխատեսումը իրենց կենդանակերպի նշանների մասին, ապա արդեն տեղյակ են, թե ինչ է կատարվելու։ Մեզ սպասում է խավարման հզոր շրջան։ Մի քանի դանդաղ մոլորակներ կշարունակեն իրենց հետադարձ ընթացքը, իսկ երկու կարևոր լուսնային իրադարձությունները առյուծի նշանում, որը կլինի արևի խավարումը, և ձկներ նշանում տեղի կունենալ լուսնի խավարումը, կարող են կյանքի շատ ոլորտներում նոր փուլ սկսել։ Այս ամիսը պարզապես ամառվա շարունակությունը չէ։ Այն կարող է փոխել իրադարձությունների ընթացքը, բացել նոր հնարավորություններ, փակել հին էջերը և ստիպել այլ աչքերով նայել սեփական կյանքին։ Շատերի համար օգոստոսը կդառնա կարևոր որոշումների, ներքին փոփոխությունների և ճակատագրական շրջադարձերի ամիս։ Օգոստոսի 12-ին տեղի կունենա արևի խավարումը առյուծ նշանում, իսկ օգոստոսի 28-ին տեղի կունենա լուսնի խավարումը ձկներ նշանում։ Այս երկու խավարումների միջև ընկած ժամանակահատվածում շատ բաներ, որոնք թվում էին կայուն և անփոփոխ, կարող են փոխվել և նոր ուղղություն ստանալ։ Բացի այդ, այս ընթացքում լուսնային հանգույցը դուրս կգա ձկներ նշանից և կանցնի նոր փուլ, որը կապված է ջրհոս և առյուծ առանցքի հետ։ Օգոստոսը մեզ սովորեցնում է երկու կարևոր բան. սկզբում չվախենալ արտահայտել մեր զգացածը, մեր միտքը, բացահայտել մեր տաղանդներն ու համարձակորեն առաջ շարժվել, իսկ հետո սովորել բաց թողնել այն ամենը, ինչն արդեն սպառել է իրեն և այլևս չի ծառայում մեր զարգացմանը։ Այս ամիսը կառուցված է հակադրությունների վրա։ Ամսվա առաջին կեսին առյուծի այդ կրակոտ էներգիան ուժ, վստահություն և առաջ շարժվելու ցանկություն կտա բոլորիս, իսկ երկրորդ կեսին ձկների այս ջրային էներգիան կօգնի հանգստանալ, վերանայել անցած մեր ճանապարհը, ազատվել ավելորդից և ընդունել փոփոխությունները։ Հենց այս երկու տարբեր էներգիաների միջև էլ տեղի կունենան մեր ամենակարևոր ներքին փոփոխությունները։ Եվ տեսնենք ինչպիսի մոլորակներ կան այս ժամանակահատվածում։ Ամբողջ օգոստոսի ընթացքում Սատուրնը, Նեպտունը և Պլուտոնը կմնան հետադարձ շարժման մեջ։ Սա ավելի շատ է նպաստում ներքին վերափոխմանը, սեփական կյանքին վերանայելուն և սխալներից դասեր իհարկե քաղելուն, քան արտաքին արագ աճին։ Օգոստոսի 3-ին Խիրոնը նույնպես կսկսի հետադարձ շարժումը, ինչի պատճառով կարող են կրկին հիշեցնել իրենց մասին հին ցավերն ու չլուծված հոգեկան վերքերը, որպեսզի վերջապես հնարավորություն ունենաք բուժելու դրանք։ Լուսնային հանգույցը, որը նույնպես հետադարձ շարժման մեջ է, բնական է, ինքը միշտ է հետադարձ շարժման մեջ, օգոստոսի 18-ին կփոխի իր նշանը և կբացի կյանքի նոր կարմայական փուլ։ Իսկ Յուպիտերը, Ուրանը և Լիլիթը, Սև լուսինը կշարունակեն իրենց ուղիղ շարժումը, աջակցելով նոր հնարավորություններին, փոփոխություններին և կարևոր իրադարձությունների զարգացմանը։
Օգոստոսի 2-ին Վեներան լարված միացում ունի Սև լուսնի հետ, Լիլիթի հետ, ցանկություններն ու իրականությունը բախվելու են իրար։ Այսօրը կույսի նշանում գտնվող Վեներան հենց շատ լարված միացում ունի աղեղնավորում գտնվող Սև լուսնի հետ։ Այս դիրքը կարող է ներքին հակասություն առաջացնել։ Մի կողմից կցանկանաք ամեն ինչ անել ճիշտ, խելամիտ եւ վստահելի, իսկ մյուս կողմից ավելի ուժեղ կդառնան իրական ցանկությունները, որոնք դժվար կլինի անտեսելը։ Այս օրերին կարող են ի հայտ գալ թաքնված վիրավորանքներ, խանդի զգացում կամ այնպիսի քայլ անելու ցանկություն, որը նախկինում ձեզ թույլ չէիք տա։ Վեներան կույսի նշանում ձգտում է կարգ ու կանոնի, կատարելիության եւ վերահսկողության։ Իսկ Լիլիթը, Սև լուսինը, ցանկանում է ազատություն, անկեղծություն եւ սեփական ցանկություններին հետևելու հնարավորություն։ Այս դասավորությունը ձեզ հուշում է անկեղծորեն նայել ինքներդ ձեզ եւ հասկանալ, թե ինչ ցանկություններ եք երկար ժամանակ ճնշել, միայն այն պատճառով, որ վախեցել եք ուրիշների կարծիքից կամ փորձել եք ամեն ինչ անել ճիշտ ձևով ուղղակի։ Որ նշանների վրա այս ազդեցությունն ավելի բարդ կարող է լինել։ Կույսերն են առաջինը։ Վեներան ձեր նշանում կարող է ձեզ չափազանց պահանջկոտ դարձնել սիրային հարաբերություններում։ Դուք կարող եք ավելի շատ նկատել մարդու թերությունները, քան նրա լավ կողմերը։ Փորձեք ավելի մեղմ վերաբերվել թե ձեզ, թե ձեր սիրելի մարդկանց։ Հաջորդը աղեղնավորն է։ Լիլիթը ձեր նշանում ուժեղացնում է ազատության եւ անկախության ձգտումը։ Դրա պատճառով կարող է ցանկություն առաջանալ կտրուկ փոխել հարաբերությունները կամ հեռանալ դրանցից։ Միշտ ապեք այդ էմոցիոնալ պահի ազդեցությամբ կարևոր որոշումներ ընդունել։ Հաջորդ նշանը դա եկվորյակներն են։ Այս օրերին հարաբերություններում կարող են առաջանալ թյուր ըմբռնումներ, հատկապես զգույշ եղեք ձեր խոսքերի հետ։ Մինչև որևէ բան ասելը կամ պատասխանելը մտածեք, որպեսզի պատահականորեն չվիրավորեք ձեզ համար շատ կարևոր մարդուն։ Օգոստոսի 3-ին Խիրոնը սկսում է իր հետադարձ շարժումը ցուլ նշանում, նոր է մտնում ցուլ, ովքեր որ գիտեն իրենց քարտեզը կարող եք նայել, 0 աստիճան 52, այդպես կարելի ասել, 1 աստիճան ցուլ նշանում, հենց խոյից անմիջապես հետո նայեք, ձեր որ տանն է գտնվում։ Առաջիկա մի քանի ամիսների ընթացքում այս մոլորակը ձեզ կվերադարձնի այն հին եւ խորքային ցավերին, որոնք երկար ժամանակ թաքնված են եղել ձեր ներսում։ Բայց դա տեղի ունենում ոչ թե ձեզ կրկին այդ ապրումների մեջ պահելու համար, այլ որպեսզի վերջապես կարողանաք բուժել դրանք եւ փակել այդ էջը։ Ցուլի նշանում գտնվող Խիրոնը հատկապես ուշադրություն է հրավիրում մարդու մարմնին, անվտանգության զգացողությանը, ինքնագնահատականի եւ սեփական արժեքը գնահատելու թեմաների վրա։ Այս ընթացքում կարող են կրկին հիշեցնել իրենց մասին այն հին վիրավորանքները, որոնք կապված են եղել այն զգացողության հետ, թե դուք բավարար արժեքավոր չեք կամ արժանի չեք այն ամենին, ինչ ցանկանում եք։ Որ նշանների վրա այս ազդեցությունն առավել բարենպաստ կլինի։ Առաջինը ցուլերն են։ Խիրոնը ձեր նշանում ձեզ հազվադեպ հնարավորություն է տալիս բուժելու ձեր վերաբերմունքը սեփական անձի եւ ձեր արժեքի նկատմամբ։ Եթե պատրաստ լինեք աշխատել ինքներդ ձեզ վրա, այդ ներքին աշխատանքը շատ կարևոր արդյունք կտա։ Հաջորդը կարիճն է։ Այս էներգիան կօգնի ձեզ բուժել այն հին ցավերը, որոնք կապված են վստահության, կորուստների կամ լքված լինելու զգացողության հետ։ Արդյունքում դուք կդառնաք ավելի վստահ, ներքուստ ավելի հանգիստ եւ շատ ավելի ամուր մարդ։ Օգոստոսի 4-ին եկվորյակների նշանում գտնվող Մարսը հակառակ դիրք է ընդունում աղեղնավորի հետ, լարված միացում է ունենում եւ իհարկե աղեղնավորում գտնվող Սև լուսնի հետ։ Այս դասավորությունը կարող է ուժեղ ներքին լարվածություն առաջացնել, կարող է դժվար լինել վերահսկել հույզերը, խոսքերը կամ գործողությունները։ Այսօրը հնարավոր են կտրուկ խոսակցություններ, հապճեպ որոշումներ, վիճաբանություններ կամ ցանկություն ապացուցելու սեփական ճշմարտացիությունը։ Կարող եք զգալ, որ էներգիան չափազանց շատ է, բայց դժվար է այն ճիշտ ուղղությամբ օգտագործել։ Այսօրվա գլխավոր դասը սովորել բացահայտ ասել, թե ինչ եք ցանկանում, բայց առանց կոնֆլիկտներ ստեղծելու կամ ամեն ինչ կտրուկ փչացնելու։ Որ նշանների վրա այս ազդեցությունն ավելի ուժեղ կարող է լինել։
Եկվորյակն եմ, Մարսը ձեր նշանում ձեզ տալիս է մեծ ակտիվություն եւ արագ մտածողություն, բայց միաժամանակ կարող է ավելանալ նյարդային լարվածությունը։ Հնարավոր է ավելի արագ խոսեք, քան կհասցնեք մտածել։ Փորձեք կարևոր խոսակցությունների ժամանակ չշտապել եւ նախ մտածել, հետո պատասխանել։ Հաջորդը դա աղեղնավորն է։ Սև լուսինը Լիլիթը ձեր նշանում կարող է ուժեղացնել պայքարելու եւ սեփական կարծիքը պաշտպանելու ցանկությունը։ Սակայն ամեն վեճ արժանի չէ ձեր ժամանակին եւ էներգիային։ Ընտրեք, թե որ հարցերում իսկապես արժե պայքարել, իսկ որոնք ավելի լավ է պարզապես բաց թողնել։ Օգոստոսի 6-ին Վեներան անցնում է կշեռք նշան, դուրս է գալիս կույս նշանից եւ անցնում է կշեռք նշան, սիրո եւ հարաբերությունների մեջ վերադառնում է ներդաշնակությունը։ Կշեռքը Վեներայի ամենահարմար նշաններից մեկն է, դրա համար այս անցումը զգալիորեն թեթևացնում է ընդհանուր մթնոլորտը, այդ սիրային մթնոլորտը։ Հարաբերություններում ավելի շատ կհայտնվեն ներդաշնակություն, փոխըմբռնում, գեղեցկություն, հմայք եւ դիվանագիտություն։ Վեներան կշեռքում ձգտում է հավասարակշռության, արդարության եւ փոխադարձ հարգանքի։ Սա շատ լավ ժամանակ է հաշտվելու, հարաբերությունները բարելավելու, տունը կամ աշխատանքային միջավայրը ավելի գեղեցիկ դարձնելու, ինչպես նաև զույգերի միջև սիրավեպն ու ջերմությունը նորից վերակենդանացնելու համար։ Եվ իհարկե, որ նշանների վրա այս ազդեցությունն ավելի բարենպաստ կլինի։ Կշեռքներն են առաջինը, Վեներան ձեր նշանում ձեզ ավելի հմայիչ, գրավիչ եւ վստահ կդարձնի։ Մարդիկ ավելի հեշտ կձգվեն դեպի ձեզ, իսկ հարաբերություններում կրկին կհայտնվեն ներդաշնակություն եւ փոխըմբռնում։ Հաջորդը դա ջրհոսն է։ Այս էներգիան կակտիվացնի ձեր սոցիալական եւ սիրային կյանքը։ Հնարավոր են հաճելի հանդիպումներ, նոր ծանոթություններ եւ հետաքրքիր շփումներ, որոնք կարող են կարևոր դեր ունենալ ձեր ապագայում։ Հաջորդը եկվորյակներն են։ Կրկին հաճույք կստանաք շփումներից, հետաքրքիր զրույցներից եւ նոր մարդկանց հետ ծանոթություններից։ Այս շրջանը բարենպաստ է թե ընկերական, թե սիրային հարաբերությունները զարգացնելու համար։ Եվ օգոստոսի 9-ին Մերկուրին անցնում է առյուծ նշան։ Այս շրջանից սկսած ձեր մտածողությունն ու խոսքը կդառնան ավելի վստահ, արտահայտիչ եւ ազդեցիկ։ Ավելի հեշտ կլինի ձեր մտքերն այնպես ներկայացնել, որ մարդիկ լսեն, հասկանան եւ հետաքրքրվեն ձեզանով։ Դուք ոչ միայն կարտահայտեք ձեր գաղափարները, այլև կկարողանաք ոգեշնչել ուրիշներին։ Առյուծի նշանում գտնվող Մերկուրին չի սիրում աննկատ մնալ։ Այն օգնում է համարձակորեն արտահայտել սեփական կարծիքը, վստահ ներկայացնել գաղափարները եւ պաշտպանել այն, ինչի նկատմամբ հավատ ունեք։ Սա շատ լավ ժամանակ է նոր նախագծեր ներկայացնելու, ստեղծագործելու, ելույթներ ունենալու, դասավանդելու, բովանդակություն ստեղծելու եւ ձեր գիտելիքներով ուրիշների հետ կիսվելու համար։ Եվ որ նշանները ավելի բարենպաստ կլինի, ազդեցությունն ավելի բարենպաստ կլինի ձեզ համար։ Դա առյուծն է։ Մերկուրին ձեր նշանում ձեր խոսքին հատուկ ուժ եւ ազդեցություն կտա։ Ձեր գաղափարները հեշտությամբ կհասնեն մարդկանց, իսկ խոսքը կլինի համոզիչ եւ հիշվող։ Հաջորդը խոյերն են։ Այս կրակոտ էներգիան կուժեղացնի ձեր ստեղծագործական ոգին եւ կօգնի ավելի համարձակ արտահայտել ձեր միտքն ու նախաձեռնությունները։ Աղեղնավորը հաջորդը։ Դուք շատ հեշտ կգտնեք ճիշտ բառերը, որպեսզի ոգեշնչեք մարդկանց եւ համախմբեք նրանց ձեր գաղափարների շուրջ։ Այս շրջանը հատկապես հաջող է ելույթների, դասավանդման, բանակցությունների եւ մարդկանց հետ արդյունավետ շփման համար։ Օգոստոսի 10-ին առյուծի նշանում գտնվող Մերկուրին շատ լարված միացում ունի ցուլի նշանում գտնվող Խիրոնի հետ։ Այս դասավորությունը կարող է հիշեցնել հին վիրավորանքների մասին, հատկապես այն դեպքում, երբ խոսքը կամ որևէ արտահայտություն դիպչում է ձեր զգայուն կետերին։ Դե առյուծը դա զգայունությունն է։ Նույնիսկ սովորական թվացող մի խոսք կարող է արթնացնել վաղուց մոռացված ցավերը։ Հնարավոր է նաև, որ ինքներդ փորձեք արտահայտել ձեր զգացմունքները, բայց դա չստացվի այնպես, ինչպես կցանկանայիք, եւ արդյունքում առաջանան թյուրըմբռնումներ։ Այսօրը կարևոր է լինել ավելի նուրբ եւ զգույշ, թե սեփական զգացմունքների, թե ուրիշների նկատմամբ։
Մինչ որևէ բան ասելը կամ պատասխանելը փորձեք մտածել, ձեր խոսքերը ցավ չեն պատճառի արդյոք դիմացինին, հետո նոր խոսեք։ Որ նշանների վրա այս ազդեցությունն ավելի ուժեղ կարող է լինել։ Դա առյուծն է։ Այս օրերին ձեր խոսքերը կարող են ակամայից բացահայտել այն ներքին ցավերը կամ անապահովությունը, որոնք սովորաբար փորձում եք թաքցնել վստահության դիմակի տակ։ Մի վախեցեք անկեղծ լինել, բայց միևնույն ժամանակ փորձեք չարձագանքել չափազանց հուզական ձևով։ Հաջորդը դա ցուլն է։ Խիրունը ձեր նշանում որոշ թեմաներ դարձնում է շատ զգայուն։ Եթե կարևոր զրույց եք նախատեսել, ավելի լավ է չքննարկել այն բարկության կամ հուզական լարվածության պահին։ Սպասեք մինչև հանգստանաք եւ միայն հետո խոսեք։ Այդպես շատ ավելի հեշտ կլինի հասկանալ միմյանց եւ խուսափել ավելորդ վիրավորանքներից։ Օգոստոսի 11-ին Մարսը անցնում է Խեցգետին նշան, որն ինչպես որ ասում են գործելու ժամանակն է, եւ պետք է լսեք սրտին։ Դուրս է գալիս եկվորյակից եւ անցնում է Խեցգետին նշան։ Այս փոփոխությունից հետո ձեր էներգիան զգալիորեն կփոխվի։ Եթե մինչ այս ավելի հեշտ էր արագ որոշումներ կայացնել եւ անմիջապես գործել, ապա հիմա ձեր քայլերն ավելի շատ կղեկավարեն զգացմունքներով եւ ներքին զգացողություններով։ Խեցգետի նշանում գտնվող Մարսը գործելուց առաջ լսում է իր սրտին։ Այդ դիրքը ուժեղացնում է ընտանիքը, տունը, հարազատներին եւ սեփական արմատները պաշտպանելու ցանկությունը։ Եթե խոսքը վերաբերվում է ձեզ համար իսկապես կարևոր մարդկանց, դուք պատրաստ կլինեք մինչև վերջ պայքարել նրանց համար։ Միևնույն ժամանակ այդ դիրքը կարող է մարդուն դարձնել ավելի զգայուն։ Փոխարենը, որ բացահայտ խոսի իր դժգոհության մասին, նա կարող է լռել, նեղանալ կամ հեռանալ իրավիճակից։ Որ նշանների վրա այս ազդեցությունն առավել բարենպաստ կլինի։ Դա Խեցգետինն է։ Մարսը ձեր նշանում ձեզ կտա համարձակություն, պաշտպանելու այն ամենը, ինչն իսկապես կարևոր է ձեզ համար։ Ձեր հոգատարությունն ու պաշտպանելու բնազդը կդառնան ձեր ամենամեծ ուժերից մեկը։ Հաջորդը դա կարիճն է։ Այս ջրային էներգիան կօգնի ձեզ ճիշտ պահին ճիշտ որոշումներ ընդունել։ Դուք ավելի շատ կվստահեք ձեր ներքին ձայնին, եւ դա կօգնի խուսափել սխալ քայլերից։ Հաջորդը ձկներն են։ Այս շրջանը կուժեղացնի ձեր ինտուիցիան։ Դուք կկարողանաք գործել ավելի նուրբ, ավելի խելամիտ եւ առանց ավելորդ լարվածության, հասնելով ցանկալի արդյունքի։ Եվ որ նշանի համար այս շրջանը կարող է լինել ավելի բարդ, դա խոյերն են։ Մարսը ձեր կառավարող մոլորակն է եւ նրա այս դիրքը կարող է փոխել ձեր սովորական գործելաոճը։ Եթե սովորաբար արագ եւ վճռական եք գործում, ապա հիմա հաճախ ստիպված կլինեք ավելի զգույշ լինել եւ հաշվի առնել նաեւ զգացմունքներն ու էմոցիաները։ Սկզբում դա կարող է անհարմար կամ նույնիսկ սահմանափակող թվալ, որ ուզում եք մի բան ասեք, բայց չեք կարողանում։ Սակայն հենց այս շրջանը կսովորեցնի ավելի մեծ համբերություն, ինքնատիրապետում եւ հասուն մոտեցում կարևոր որոշումների ժամանակ։ Օգոստոսի 12-ին Մերկուրին լարված միացում ունի Պլուտոնին։ Սա նաև որ ճշմարտությունը շատ դժվար կլինի ընդունել։ Դա առջում է գտնվում Մերկուրին, իսկ Պլուտոնը բնականաբար գտնվում է ջրհոս նշանում, ովքեր որ գիտեն իրենց քարտեզը, հիմա իրենք գիտեն թե որ տունը որ տան դիմաց է գտնվում եւ ինչպիսի լարված միացում, ինչ է իրեն սպասում։ Այդ ոլորտներում ինձ թվում է արդեն շատերդ գիտեք, աստղաբանություն հասկանում եք։ Այս դիրքը մեզ կբերի լարվածություն եւ շատ շփումներ, նաեւ այդպես լարված շփումներ։ Կարող են բացահայտվել գաղտնիքներ, իսկ մարդկանց միջև ուժերի պայքարը եւ թաքնված հակասությունները կարող են դուրս գալ ջրի երես։ Այս ազդեցությունը նպաստում է կարևոր ու ճակատագրական զրույցներին, որոնք կարող են փոխել ձեր մտածելակերպը կամ հարաբերությունները։ Սակայն միաժամանակ այն կարող է ուժեղացնել նաև մանիպուլյացիաները, կասկածները եւ ծանր մտքերը։ Այսօրը կարևոր է խոսել անկեղծ, բայց չփորձել ամեն ինչ վերահսկել։ Նշանները, որոնց վրա այս ազդեցությունն ավելի դժվար կարող է լինել, դա առույցն է։ Կարող է ցանկություն առաջանալ ամենի գնով ապացուցել, որ հենց դուք եք ճիշտ։ Փորձեք ավելի շատ լսել դիմացինին եւ երկխոսության տեղ թողնել։
Երբեմն փոխըմբռնում ու ավելի մեծ արդյունք է տալիս, քան սեփական կարծիքը պարտադրելը։ Հաջորդը դա ջրհոսն է։ Հետընթաց Պլուտոնը կարող է ուժեղացնել լարվածությունը հարաբերություններում, կարող են առաջանալ ուժերի պայքար կամ համառ վեճ։ Փորձեք բաց թողնել ամեն դեպքում ճիշտ լինելու ցանկությունը եւ ավելի հանգիստ ընդունել տարբեր տեսակետները։ Դե օգոստոսի 12-ին նորալուսին եւ արևի խավարում առուցնշանում իհարկե կլինի նորալուսինը, դրանից հետո ամիջապես խավարումը, դա այդպես է, հա, խավարումը լինում է նորալուսնից հետո։ Խավարումները համարվում են կենդանակերպի ամենահզոր շրջադարձային պահերից մեկը։ Այնինչ այս օրերին սկսվում է, կարող է ազդել ձեր կյանքի վրա առաջիկա 6 ամիսների ընթացքում, իսկ որոշ դեպքերում նույնիսկ ավելի երկար։ Այս խավարումը տեղի ունենում առուցնշանում, որը կապված է ստեղծագործության, սիրո, ինքնաարտահայտման, ճանաչման եւ սեփական արժեքը ցույց տալու հետ։ Այս ժամանակահատվածը կարող է օգնել հասկանալ, թե կյանքի որ ոլորտներում եք երկար ժամանակ թաքցրել ձեր իրական ներուժը։ Վախեցել եք արտահայտել ինքներդ ձեզ կամ սպասել եք, որ ուրիշները թույլ տան առաջ գնալ։ Սակայն այս խավարումն իր առանձնահատուկ է նրանով, որ նույն օրը Մերկուրին արդեն լարված դիրք ունի Պլուտոնի հետ։ Այդ պատճառով որոշ բացահայտումներ կարող են լինել անսպասելի եւ բավականին ուժգին։ Կարող է բացահայտվել երկար ժամանակ թաքնված ճշմարտությունը, որևէ մարդու իրական դեմքը բացվի, կամ սիրային հարաբերություններն ու ստեղծագործական ծրագրերը մտնեն բոլորովին նոր փուլ։ Ոմանք վերջապես կհամարձակվեն լինել ուշադրության կենտրոնում եւ բացահայտ ցույց տալ իրենց հնարավորությունները, իսկ մյուսները կհասկանան, որ կյանքի մի կարևոր փուլ ավարտվել է, որպեսզի սկսվի նորը։ Այս խավարման գլխավոր խորհուրդը՝ մի փորձեք ամեն ինչ արագացնել, խավարումները սկզբում կարող են խառնել իրավիճակը, իսկ միայն հետո ցույց տալ իրական ուղղությունը։ Ժամանակ տվեք, հանգիստ հետևեք իրադարձություններին եւ տեսեք, թե ձեր կյանքում ինչ նոր էջ է ցանկանում բացվել։ Դուք թողեք, թող ինքն իրան գնա կյանքը։ Եվ նշաններ, որոնց վրա այս խավարումն ամենաուժեղ ազդեցությունը կունենա, որը առաջինը ես եմ, իհարկե ոչ թե առաջին, այլ ընդհանրապես ես եմ։ Եվ առաջինը դա առուցնշանն է։ Այս խավարումը տեղի ունենում հենց ձեր նշանում, դրա համար այն կարող է դառնալ կյանքի կարևոր շրջադարձ։ Դուք կարող եք փոխել ձեզ ընկալելը, հրաժարվել հին կերպարից եւ սկսել ապրել ավելի ազատ, անկեղծ ու ինքնավստահ։ Թեև փոփոխությունները սկզբում կարող են անհանգստացնել, նրանք ձեզ կտանեն դեպի ավելի ճիշտ ճանապարհ։ Հաջորդը ջրհոսն է։ Խավարումը մեծ ուշադրություն կդարձնի ձեր հարաբերություններին եւ համագործակցություններին։ Եթե որևէ կապ արդեն վաղուց ամուր հիմք չունի, այն կարող է ավարտվել։ Իսկ ամուր հարաբերությունները հակառակը ավելի կուժեղանան։ Կարևոր պահեր կարող են նաեւ բացահայտվել։ Հաջորդ նշանները ցուլը եւ կարիճն են։ Այս խավարումը կարող է ներքին պայքար առաջացնել հնի եւ նորի միջեւ։ Մի կողմից կցանկանաք պահպանել այն, ինչ արդեն ունեք։ Մյուս կողմից կյանքը ձեզ կհուշի, որ ժամանակն է փոփոխությունների։ Մի վախեցեք բաց թողնել այն, ինչ այլևս չի զարգացնում ձեզ։ Նշաններ, որոնց համար այս խավարումը բարենպաստ կլինի։ Դա խոյն է։ Այս խավարման էներգիան կուժեղացնի ձեր ստեղծագործական ներուժը, համարձակությունն ու նախաձեռնողականությունը, կարող է հաջող մեկնարկ ստանալ անձնական կարևոր նախագիծը կամ սիրային հարաբերությունները նոր շունչ ստանան։ Հաջորդը աղեղնավորն է։ Այս նորալուսինը, իհարկե խավարումը, կարթնացնի ձեր ցանկությունը զարգանալու, ճանապարհորդելու եւ նոր փորձ ձեռք բերելու համար։ Ստեղծագործական գաղափարը, նոր նախագիծը կամ նույնիսկ մեկ ճանապարհորդությունը կարող են ամբողջությամբ փոխել ձեր կյանքի ընթացքը։ Օգոստոսի 15-ին Մերկուրին կմիանա Յուպիտերին առուցնշանում։ Այս միացումը լայնացնում է մտածողությունը, ուժեղացնում է հաղորդակցությունը եւ օգնում ամեն ինչ ավելի մեծ տեսանկյունից տեսնել։ Այսօրը լի կլինի լավատեսությամբ, հետաքրքիր գաղափարներով եւ մեծ ծրագրերով։ Զրույցները կարող են ոգեշնչել, նոր հնարավորություններ բացել եւ կարևոր մտքեր
ծնունդ տալ։ Սակայն կա մեկ կարևոր խորհուրդ. մի խոստացեք ավելին, քան իրականում կարող եք կատարել եւ մի չափազանցրեք ձեր հնարավորությունները։ Ուղևորությունը վարակիչ կլինի, բայց կարող է չկորցնել իրականության զգացողությունը։ Նշաններ, որոնք որ ավելի բարենպաստ կլինի իրենց համար, այդ օրը դա առյուծն է։ Մերկուրի եւ Յուպիտերի միացումը ձեր նշանում ձեզ կդարձնի շատ համոզիչ, ինքնավստահ եւ ոգեշնչող։ Սա հիանալի ժամանակ է ձեր գաղափարները ներկայացնելու, կարևոր հանդիպումներ ունենալու կամ սեփական նախագիծը առաջ մղելու համար։ Հաջորդը դա աղեղնավորն է։ Յուպիտերը ձեր հովանավոր մոլորակը կուժեղացնի սովորելու, զարգանալու եւ ձեր գիտելիքները ուրիշների հետ կիսվելու ցանկությունը։ Հնարավոր է ստանաք լավ լուր կամ առաջարկ, որը նոր հնարավորություններ կբացի ձեր առջև։ Հաջորդը դա խոյն է եւ եկվորյակը։ Այսօրը ձեզ կլցնի մտավոր ակտիվությամբ եւ նոր գաղափարներով։ Բարենպաստ ժամանակ է նոր նախագծեր սկսելու, կարևոր բանակցություններ վարելու, օգտակար ծանոթություններ հաստատելու եւ արդյունավետ համագործակցություններ ձևավորելու համար։ Օգոստոսի 17-ին Խեցգետի նշանում գտնվող Մարսը լարված միացում ունի խոյում գտնվող Նեպտունի հետ։ Այդ դիրքը կարող է թուլացնել վճռականությունը եւ դժվարացնել ճիշտ ուղղությամբ գործելը։ Այս օրերին կարող եք զգալ հոգնածություն, էներգիայի պակաս կամ անհասկանալի անվստահություն։ Հնարավոր է թվա, թե մեծ ջանքեր եք գործադրում, բայց ցանկալի արդյունքը չի երևում։ Այս ազդեցությունը կարող է նաև շփոթություն մտցնել ձեր նպատակների մեջ։ Կարող եք զգալ, որ կարծես առաջ եք շարժվում, բայց իրականում դեռ չեք հասկանում, թե որ ճանապարհն է ճիշտ։ Այսօրը կարևոր որոշումներ ընդունելու համար այնքան էլ բարենպաստ չէ, քանի որ հնարավոր է ամբողջ պատկերը դեռ չեք տեսնում։ Ավելի լավ է մի փոքր սպասեք, հանգստանաք եւ հետո նոր որոշումներ կայացնեք։ Նշաններ, որոնց վրա այս ազդեցությունն ավելի դժվար կարող է արտահայտվել։ Խեցգետինն է։ Մարսը ձեր նշանում այս պահին ամբողջ ուժով չի գործում։ Էներգիան կարող է անկայուն լինել, իսկ ձեր գործադրած ջանքերը կարծես ցանկալի արդյունք չտան։ Ավելի լավ է ձեզ չծանրաբեռնեք եւ ժամանակ հատկացնեք հանգստին։ Խոյեր։ Հետընթաց Նեպտունը կարող է ժամանակավորապես խառնել ձեր սովորական վճռականությունն ու վստահությունը։ Մի շտապեք, շուտով իրավիճակը կպարզվի եւ ճիշտ ուղղությունը կդառնա ավելի ակնհայտ։ Հաջորդ նշանները դա կշռքն է եւ աճեղջյուրը։ Այս օրերին կարող եք զգալ մոտիվացիայի նվազում կամ դժվարություն կարևոր գործերը սկսելու հարցում։ Մի ստիպեք ձեզ ամեն ինչ անել միանգամից, երբ էներգիան վերականգնվի, առաջ շարժվելը շատ ավելի հեշտ կլինի։ Օգոստոսի 21-ին Վեներան ընդդեմ է Սատուրնին։ Սերը բախվելու է իրականությանը։ Վեներան գտնվում է կշեռք նշանում եւ իսկ Սատուրնը գտնվում է խոյ նշանում։ Այդ դիրքը կարող է ժամանակավորապես սառեցնել էմոցիոնալ մթնոլորտը։ Կարող են ի հայտ գալ միայնության զգացում, սիրո կամ ուշադրության պակաս, իսկ հարաբերությունները կարող են անցնել կարևոր փորձության միջով։ Այսօրը թեթևամտության ժամանակը չէ։ Սատուրնը ստիպում է նայել իրականությանը եւ հասկանալ, թե որքան ամուր են ձեր հարաբերությունները։ Իսկ մակերեսային կապերը կարող են ցույց տալ իրենց թուլությունները, իսկ լուրջ հարաբերությունները կանցնեն հասունության փորձություն, այնպես որ փորձության ժամանակն է։ Հատկապես այս խավարման միջանցքում։ Ավելի զգայուն կլինեն հետևյալ նշանները։ Առաջինը կշեռքն է։ Վեներան ձեր նշանում է, բայց կարող եք զգալ, որ ձեզ բավարար չափով չեն գնահատում կամ չեն արժևորում։ Միշտ ապեք եզրակացություններ անել։ Եթե ձեր հարաբերությունները ամուր հիմք ունեն, ապա այս շրջանը հաջողությամբ կհաղթահարեք։ Հաջորդը խոյերն են։ Սատուրնը ձեր նշանում ստիպում է ավելի լուրջ վերաբերվել հարաբերություններին եւ պատասխանատվություն կրել ձեր ընտրությունների համար։ Սա իրականության հետ ազնիվ առերեսման շրջան է։ Հաջորդ նշանները դա Խեցգետինն է եւ աճեղջյուրը։ Պարտականությունների եւ անձնական ցանկությունների միջև կարող է լարվածություն առաջանալ, ինչը կազդի հարաբերությունների վրա։ Փորձեք պահպանել հավասարակշռությունը եւ չընդունել հապճեպ որոշումներ։ Օգոստոսի 22-ին Արևը
լարված միացում ունի լուսնային հանգույցին։ Սա ճակատագրական ընտրության պահ է։ Առուտի նշանում է գտնվում արևը, իսկ լուսնային հանգույցը ջրհոս նշանում։ Այդ դիրքը ցույց է տալիս ներքին պայքար այն բանի միջև, թե ինչպիսին եք ուզում լինել որպես անհատ, եւ այն ճանապարհի, որով կյանքը ձեզ տանում է դեպի մարդկանց, թիմային աշխատանքի եւ ընդհանուր նպատակների։ Այսօրը կարող է ստիպել ձեզ ընտրություն կատարել անձնական ցանկությունների եւ ընդհանուր շահերի միջև։ Ուշադրություն դարձրեք, թե կյանքն իրականում դեպի ուր է ձեզ ուղղորդում։ Օգոստոսի 23-ին արևը մտնում է կույս նշան, ժամանակն է կենտրոնանալ կարևորի վրա։ Դրա հետ միասին փոխվում է նաև ընդհանուր էներգիան։ Եթե մինչև հիմա առաջնային էին ինքնադրսևորումը, ուշադրության կենտրոնում լինելը եւ մեծ ծրագրերը, ապա այժմ սկսվում է ավելի գործնական ու կազմակերպված շրջան։ Կույսի նշանի գտնվող արևը ուշադրությունը կենտրոնացնում է առողջության վրա, առօրյայի, կարգուկանոնի, աշխատանքի արդյունավետության եւ մանրուքների վրա։ Սա լավագույն ժամանակն է կյանքում կարգուկանոն հաստատելու, կիսատ գործերն ավարտելու եւ ծրագրերը մանրակրկիտ մշակելու համար։ Ամենաբարենպաստ ազդեցությունը կունենան հետեւյալ նշանները։ Դա կույսն է։ Արևը մտնում է ձեր նշան եւ սկսվում է ձեր աստղային շրջանը, ձեր ծննդյան օրերը, հարգելի կույսեր։ Ձեր մտքերը կլինեն ավելի հստակ, որոշումները ավելի ճիշտ, իսկ կազմակերպվածությունն ու աշխատասիրությունը առավել ուժեղ։ Օգտվեք այս շրջանից ձեր ծրագրերը կյանքի կոչելու եւ կարևոր գործերը առաջ տանելու համար։ Հաջորդը դա ցուլն է եւ այծեղ ջուրը։ Երկրի տարերքի այս էներգիան կօգնի ձեզ իրական արդյունքների հասնել։ Համբերատար եւ հետեւողական աշխատանքը կբերի արժանի պտուղները։ Օգոստոսի 25-ին Մերկուրին լարված միացում ունի լուսնային հանգույցի հետ։ Կույս նշանում Մերկուրին ավարտում է իր ընթացքը առյուծ նշանում եւ իհարկե անցնում է արդեն կույս նշան։ Այդ դիրքը հուշում է, որ այս օրերին ստացած տեղեկատվությունը, զրույցները եւ հանդիպումները կարող են մեծ նշանակություն ունենալ ձեր ապագայի համար։ Ուշադիր եղեք այն ամենին, ինչ լսում եք կամ ինչի մասին մտածում եք, քանի որ դրանք կարող են ուղղություն ցույց տալ ձեր հետագա ճանապարհին։ Մի քանի ժամ անց, այսինքն ինքը լարված միացում է ունենում լուսնային հանգույցի հետ, հետո ոնց որ մտնում է կույս նշան, այսինքն ինչ որ անկյունային դիրք է ընդհանրապես։ Իրեն իհարկե շատ ուժեղ է զգում Մերկուրին, որովհետև եւս կառավարում է կույսերին։ Այս շրջանը նպաստում է հստակ մտածելուն, մանրուքներին ուշադրություն դարձնելուն եւ ամեն ինչ կարգի բերելու ցանկությանը։ Մերկուրին կույսի նշանում օգնում է տրամաբանորեն վերլուծել իրավիճակները, ճիշտ որոշումներ կայացնել եւ ավելի արդյունավետ շփվել մարդկանց հետ։ Սա շատ բարենպաստ ժամանակ է գործնական հարցերը լուծելու, փաստաթղթերը պատրաստելու, ծրագրեր կազմելու, հաշվարկներ անելու եւ աշխատանքը կազմակերպելու համար։ Ամենաբարենպաստ ազդեցությունը կունենան այս հետեւյալ նշանները։ Կույսերը։ Մերկուրին ձեր նշանում ձեր միտքը դարձնում է ավելի սուր, արագ եւ ճշգրիտ։ Դուք հեշտությամբ կնկատեք այն մանրամասները, որոնք ուրիշները կարող են բաց թողնել։ Այս շրջանը հիանալի է կարևոր որոշումներ ընդունելու եւ պատասխանատու աշխատանք կատարելու համար։ Հաջորդ նշանները դա ցուլն է եւ այծեղ ջուրը։ Այս էներգիան կօգնի ձեզ ավելի կազմակերպված եւ արդյունավետ գործել։ Համբերատար ու մտածված աշխատանքը կբերի լավ արդյունքներ, հատկապես գործնական եւ ֆինանսական հարցերում։ Օգոստոսի 27-ին այսօրը արևն ու Մերկուրին միանում են կույս նշանում։ Այս միացումը մտքերին հստակություն է տալիս եւ օգնում է ավելի լավ հասկանալ, թե իրականում ինչ եք ուզում եւ դեպի ուր եք շարժվում։ Այս էներգիայի շնորհիվ ձեր մտքերն ու գործողությունները ներդաշնակ կլինեն։ Ավելի հեշտ կլինի արտահայտել ձեր կարծիքը, ճիշտ բառեր գտնել եւ մարդկանց հետ հասկանալի ու վստահ շփվել։ Սա շատ բարենպաստ օր է կարևոր որոշումներ ընդունելու, կուտակված հարցերը վերջնականապես պարզելու, բանակցություններ վարելու եւ ցանկացած կարևոր զրույց անցկացնելու համար։ Ամենաբարենպաստ ազդեցությունը կունենան այս նշանները։ Կույսերը։
Արևի եւ Մերկուրիի միացումը ձեր նշանում ձեզ տալիս է բացառիկ հստակ մտածողություն։ Դուք հեշտությամբ կտեսնեք իրավիճակի իրական պատկերը։ Ճիշտ եզրակացություններ կանեք եւ կկարողանաք ձեր մտքերը վստահ ու համոզիչ ներկայացնել։ Հաջորդը դա ցուլերն ու այճղճունն է։ Այսօրը ձեր դատողությունները հատկապես ճիշտ եւ հավասարակշռված կլինեն։ Հարմար ժամանակ է կարևոր ընտրություններ կատարելու, վերջնական որոշումներ ընդունելու եւ երկար մտածված հարցերին լուծում տալու համար։ Օգոստոսի 28-ը դա լիալուսին է եւ լուսնի խավարում ձկներ նշանում, դա մեծ ազատագրում է։ Օգոստոսը ավարտվում է երկրորդ խավարումով, որը կարծես լրացնում է ամսվա այս սկզբի արևի խավարումը եւ մինչ այս գործում էր իհարկե խավարման միջանցքը։ Լուսնի խավարումը տեղի կունենա ձկներ նշանում, եթե օգոստոսի 12-ի արևի խավարումը նոր սկզբների, ինքնադրսևորման եւ վերածննդի մասին էր, ապա այս խավարումը խոսում է բաց թողնելու, ներելու եւ անցյալից ազատվելու մասին ավելի շատ։ Լուսնի խավարումը ձկներ նշանում ակտիվացնում է այն ամենը, ինչը կապված է մեր ներաշխարհի հոգևոր կյանքի, ենթագիտակցության եւ թաքնված զգացմունքների հետ։ Այս օրերին կարող են վերադառնալ վաղուց ճնշված ապրումները, հին ցավերը, կուտակված հոգնածությունը, չիրականացված երազանքները կամ զգացմունքները, որոնց երկար ժամանակ ուշադրություն չեք դարձրել։ Լուսնի խավարումները միշտ ավարտի եւ կարևոր շրջադարձի պահեր են։ Ինչ որ իրավիճակ հասնում է իր ավարտին եւ դուք կարող եք վերջապես փակել այն էջը, որը երկար ժամանակ բաց էր մնացել։ Այս ընթացքում արևը կլինի կույս նշանում, իսկ լուսինը ձկներ նշանում։ Այս առանցքը հիշեցնում է, որ կյանքում կարևոր է հավասարակշռություն գտնել աշխատանքի եւ հանգստի, իրականության եւ երազանքների, պատասխանատվության եւ ներքին խաղաղության միջև։ Այս խավարումը ձեզ հարց է տալիս, որտեղ է ժամանակը դադարել ամեն ինչ վերահսկելու։ Ինչն է պետք ներել, ինքներդ ձեզ կամ ուրիշներին, որպեսզի ավելի թեթև շարունակեք ձեր ճանապարհը։ Այս օրերին զգայունությունը կարող է շատ ուժեղ լինել, հնարավոր է զգաք զգացմունքների մեծալիք եւ ներքին լարվածություն, փորձեք ձեզ ավելի շատ հանգիստ պահել եւ ձեզ լռություն եւ վերականգնում նվիրել։ Եթե զգում եք, որ ցանկանում եք արտասվել, մի զսպեք ձեզ։ Երբեմն հենց այդպես է հոգին ազատվում ծանր բեռից։ Ամենաուժեղ ազդեցությունը կզգան ձկները։ Լուսնի խավարումը ձեր նշանում կարող է փակել ձեր կյանքի կարևոր հուզական փուլերից մեկը։ Հնարավոր է վերջապես ազատվեք այն բեռից, որը երկար ժամանակ ձեզ հետ է եղել։ Ընդունեք այս փոփոխությունները եւ մի փորձեք դիմադրել դրան։ Հաջորդը կույսերն են։ Խավարումը ձեր նշանի դիմաց է։ Դրա համար ուշադրության կենտրոնում կլինեն ձեր հարաբերությունները, պարտականություններն ու անձնական կարիքները։ Ժամանակն է հասկանալ, որ ամեն ինչ վերահսկել հնարավոր չէ։ Թույլ տվեք, որ որոշ հարցեր լուծվեն իրենց բնական ընթացքով։ Հաջորդը դա եկվորյակները եւ աղեղնավորներն են։ Այս օրերին կարող եք զգալ շփոթվածություն, հոգնածություն կամ ուժեղ հուզական լարվածություն։ Կարևոր որոշումներ մի կայացրեք անմիջապես, նախ թողեք, որ զգացմունքները հանդարտվեն, հետո միայն գործեք։ Ամենաբարենպաստ ազդեցությունը կզգան խեցգետիններն ու կարիճները։ Այս էներգիան կօգնի ձեզ ազատվել հին ցավերից եւ վերածել դրանք ներքին ուժի ու իմաստության։ Սկսվում է հոգեկան ապաքինման կարևոր շրջան, որը երկարաժամկետ դրական ազդեցություն կունենա ձեր կյանքի վրա։ Օգոստոսի 28-ին լուսնի խավարման ավարտից ընդամենը մի քանի ժամ անց կույսի նշանում գտնվող Մերկուրին լարված միացում ունի եկվորյակի նշանում գտնվող Ուրանի հետ։ Այս ազդեցությունը կարող է մտավոր լարվածություն ստեղծել, բերել անսպասելի նորություններ, ծրագրերի կտրուկ փոփոխություններ եւ շփման դժվարություններ։ Ես անգամ խորհուրդ կտամ, որ 28-29-ին բացարձակապես ինքնաթիռից մի քիչ ձեզ հեռու պահեք։ Այսօրը կարող են հանկարծակի գաղափարներ ծնվել, ուժեղ ինտուիցիա աշխատել, բայց միաժամանակ մեծ է թյուրիմացությունների եւ շտապ եզրակացությունների հավանականությունը։
Այդ դիրքը մի կողմից կարող է ձեզ տալ շատ հետաքրքիր ու ստեղծագործ մտքեր, իսկ մյուս կողմից ցրել ուշադրությունը եւ դժվարացնել կենտրոնանալը։ Այսօրը կարևոր է լինել ճկուն եւ հանգիստ ընդունել անսպասելի փոփոխությունները։ Բացասական ազդեցություն կարող են զգալ հետևյալ նշանները։ Կույսերը։ Մերկուրին ձեր նշանում կարող է միաժամանակ չափազանց շատ տեղեկատվություն բերել։ Հնարավոր է դժվար լինի հասկանալ, թե ինչն է ճիշտ, ինչը ոչ։ Նախքան որևէ որոշում կայացնելը կամ պատասխանելը, փորձեք հանգիստ վերլուծել իրավիճակը։ Հաջորդ նշանը դա եկվորյակներն են։ Ուրանը ձեր նշանում կարող է վերջին պահին փոխել ձեր ծրագիրը։ Անսպասելի իրավիճակներ կստիպեն արագ հարմարվել նոր պայմաններին։ Որքան ավելի ճկուն լինեք, այնքան հեշտ կկարողանաք հաղթահարել այս փոփոխությունները։ Հուլիսի 29-ին արևը լարված միացում ունի արդեն Ուրանի հետ, այստեղ, Ուրանը այնտեղ է եւ գալիս են սկսվում, բախվել Ուրանի հետ։ Մարդիկ կունենան ազատության ուժեղ զգացում, ուժեղ ցանկություն։ Օգոստոսն ավարտվում է մի բավականին լարված իհարկե ազդեցությամբ։ Կույսի նշանում գտնվող արևը արդեն լարված դիրք ունի Ուրանի հետ։ Այս էներգիան կարող է անսպասելի փոփոխությունների ցանկությունները առաջացնել։ Կարող եք զգալ, որ ուզում եք կտրուկ փոխել ձեր կյանքը, ազատվել սահմանափակումներից կամ մարդկանց հակադրվել, ովքեր ձեր կարծիքով խանգարում են ձեր ազատությանը։ Նա կարող է լինել նաև ծնողները։ Երկու խավարումներից հետո այս ազդեցությունը կարող է ավելի ուժեղ զգացվել։ Այդ պատճառով կարևոր է չշտապել, չփորձել ամեն ինչ ուժով փոխել։ Ավելի լավ է հանգիստ ընդունել փոփոխությունները եւ թույլ տալ, որ դրանք բնական ճանապարհով զարգանան։ Բացասական ազդեցություն կարող են զգալ տվյալ նշանները։ Կույսերը։ Արևը ձեր նշանում է, սակայն Ուրանի լարված ազդեցությունը կարող է խախտել այն կարգու կանոնը, որը դուք փորձում եք պահպանել։ Կարող են առաջանալ անսպասելի իրավիճակներ, որոնք կստիպեն փոխել ծրագրերը։ Փորձեք ավելի ճկուն լինել եւ ընդունել, որ ամեն ինչ միշտ չէ, որ ընթանում է ըստ պլանի։ Հաջորդ նշանները դա եկվորյակներն են եւ աղեղնավորները։ Այս օրերին կարող եք անհամբերություն զգալ։ Մի կողմից կցանկանաք կայունություն, մյուս կողմից նոր փոփոխություններ ու ազատություն։ Փորձեք կարևոր որոշումներ չընդունել հուզական, էմոցիոնալ ազդեցության տակ։ Եվ իհարկե վերջում 2026 թվականի օգոստոսը կհիշվի որպես տարվա ամենակարևոր եւ ճակատագրական ամիսներից մեկը։ Ամիսը շրջանակվում է երկու հզոր խավարումներով, որոնք կարող են նշանակալի փոփոխություններ բերել թե անձնական, թե ընդհանուր մեր կյանքում։ Սատուրնը, Նեպտունը եւ Պլուտոնը ամբողջ ամիս շարունակում են հետադարձ մնալ, իսկ օգոստոսի 3-ից արդեն Խիրոնն է միանում իրենց։ Սա ցույց է տալիս, որ այս ամիսը ավելի շատ նպաստում է ներքին վերափոխմանը, ինքնաճանաչմանը եւ անցյալի հարցերը լուծելուն։ Ինչ որ մնացել է, պետք է լուծեք։ Ամսվա ամենակարևոր պահերը դրանք բնական է, օգոստոսի 12-ն է, 6-11-ը, օգոստոսի 12-ին եւ 28-ին տեղի ունենում խավարումները, ցանկալի է խուսափել հապճեպ որոշումներից։ Մի փոքր ժամանակ տվեք, որպեսզի ամեն ինչ իր տեղն ընկնի։ Ավելի լավ կլինի կարգի բերեք ձեր կյանքը եւ զբաղվեք կարևոր գործերով։ Մի փոքր ձեր ժամանակ տվեք, որպեսզի ամեն ինչ իր տեղն ընկնի եւ միայն հետո գործեք։ Եվ ամենաշատը այս ամիսը այս փոփոխությունները կզգան առյուծները, ջրհոսները, ձկները, կույսերը, ովքեր որ իրենց ասցենդենտը տվյալ նշաններում է կամ առաջին տունը գտնվում է տվյալ նշաններում, դուք եւս շատ ուժեղ այն կզգաք։ Իսկ բարենպաստ շրջան է սպասվում խոյերին եւ աղեղնավորներին, ովքեր որ լսում էին մինչև վերջ, ինձ թվում է արդեն պարզ է իրենց համար, որ աղեղնավորները եւ խոյերը բավականին շատ խոսվեցա իրենց մասին։ Իսկ երկրորդ կեսին արդեն ավելի շատ կզգան առաջին կեսին, ավելի շատ եւս կզգան խեցգետինները եւ կարիճները։ Եվ իհարկե երկրորդ կեսին նույնպես։ Դե այսքանը, թող օգոստոսը ձեր համար լինի նոր հնարավորությունների, կարևոր փոփոխությունների եւ հաջողությունների ամիս։ Հիանալի օգոստոս եմ մաղթում բոլորիդ։
Եվ եթե հետաքրքիր է կարող ասել, ես կշարունակեմ, սա յուրաքանչյուր օրվա համար է եւ ամեն ամիս իհարկե ոչ նույն նշանների վրա է այդ ազդեցությունը լինելու յուրաքանչյուր ամիս այն տարբեր կլինի, որովհետեւ մոլորակները շարժվում են առաջ։ Իսկ մենք ենք շարժվում առաջ։